շատ հարց են տալիս։ Ասում են օրինակ դուք բոլոր տեղամասի արձանագրություններն ունեք, ԿՀ-ն ուրիշ թիվ է հրապարակում, ինչ եք անելու։ Ես մոդելավոր եմ կարճ։ Դուք արձանագրությունը տպեցիք, ասիք մենք 60% ենք ստացել, ԿՀ-ն ասում է ընդդիմությունը 25% է, հրապարակում է, բոլոր իշխանական լրատվամիջոցներով հրապարակում է, որ իշխանությունը հաղթել է, եւ ուժայինները ասում են, սա մեր ընտրված իշխանությունն է, մենք ինչ կարող ենք ԿՀ-ն ասել, եւ որևէ այլ գործողություն կհամարվի իշխանության տապալում։ Ինչ եք անելու։ Շատ լավ։ Անելու ենք հետեւյալը։ Եթե շատ կարևոր էս արձանագրենք, մենք ունենք Հայաստանի բոլոր 1997 ընտրական տեղամասերի արձանագրությունները եւ մեր սեփական թվերը գումարելով մենք կարողանում ենք ֆիքսել, որ մենք ստացել ենք 50+1% ձայն, այսինքն իշխանափոխություն իրականացնելու մանդատ։ ԿՀ-ն հայտարարում է բոլորովին ուրիշ թվեր։ Ինչ ենք անելու մենք։ Գործողություն մենք ազատության հրապարակում հրավիրելու ենք հանրահավաք։ Շատ տրիվիալ եւ հայտնի։ Բայց այդ հանրահավաքը ունենալու է միայն մեկ նպատակ։ Մենք տեղամաս առ տեղամաս հրապարակելու ենք ընտրությունների արդյունքները։ Այսինքն այդ հանրահավաքի գործառնական նպատակը լինելու է հիմա ես թույլ տվեք ես միջև վերջին կետը ես հիմա ձեզ կնկարագրեմ։ Տեղամաս առ տեղամաս բոլոր ընտրությունների արդյունքները հրապարակվում են եւ բոլոր արձանագրությունները հրապարակվում են համացանցում։ Այդ փաթեթից մի օրինակ ուղարկվում է ազգային անվտանգության ծառայություն, մի քանի համապատասխան հասցեներով, ոստիկանություն, զինված ուժեր եւ ելի մի քանի պետական մարմինների։ Հաջորդ փուլով այդ փաթեթով մենք ընտրությունների արդյունքները բողոքարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ տալիս են 24 ժամյա ժամկետ, 24 ժամյա ժամկետ։ 24 ժամվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուրեմն նիստը պետք է տեղի ունենա համապատասխան հանրահավաքային պայմաններում։ Եթե ԿՀ-ն ընդունեց մեր դե յուրե ապացուցողական նշանակության փաստերը, ուրեմն մենք հաջորդ պահին մեզ հայտարարում ենք իշխանություն եւ գնում ենք այնպիսի գործողությունների, որոնք հատուկ են իշխանությանը։ Որոնք են այդ գործողությունները։ Եթե որևէ իշխանություն իմանում է, որ իր արտգործնախարարության շենքը ինչ որ մարդիկ մտել գրավել են, ինչ է անում։ Գնում եւ ազատում է այդ շենքը ինքնակոչերի։ Դուք ուժ եք կիրառելու։ Ոչ մի բռնություն։ Շատ ոստիկանները կանած են ասում չեք գնալու, ոնց թռնելու եք վրա, ոնց։ Չենք թռնելու։ Բա, համոզելու եք։ Ոչ էլ համոզելու եք։ Թույլ տաք հիմա կնկարագրեմ։ Այդ փաթեթները մենք խնդիրը հետեւյալն է, որ մենք այդ ընտրությունների արդյունքների փաթեթները Բաղրամյանում կանած ոստիկանը ոչ մի փաթեթ չի կարդալու։ Տեսեք, խոսքը կարդալ չկարդալու մասին։ Եկանք հասանք մենք ասում ենք հետեւյալ։ Միշտ գալի հասնում ենք այդտեղ։ Այո, հասնում ենք հետեւյալ, ասում ենք հիմա հարգելի ոստիկաններ, այ այս փաթեթը, որոնք դե յուր կնքված, ստորագրված, պատշաճ փաստաթղթեր են, այս փաթեթը այն մասին է, որ հիմա մենք ենք իշխանությունը ձեր, մենք ենք ձեր հրամանատարը։ Մի րոպե, 2 ժամ ձեզ ժամանակ ենք տալիս, որպեսզի կամ 1 ժամ, կամ կարող է 15 րոպե եւ զգուշությամբ անցնում է ուղղակի այդ պատը։ Հա, բացեք պատը մենք անցնում ենք։ Ոչ, ինչու բացեց պատը, ուղղակի անցնում է։ Ոստիկաններին դնում եք մի կողմ, ջրցան մեքենաները դնում եք մի կողմ, տանկերը դնում եք մի կողմ, քնքուշ կերպով ճեղքում ենք այդ պատը, որովհետեւ եթե մի կողմում կանգնած են 100,000 մարդ, մյուս դեպքում 30,000, թե չնայած 30,000 չի կարող լինել 10,000 կամ ինչ որ ոստիկան, մենք պետք է ճեղքենք այդ պատը։